Արդեն 5 տարի Բաքվի բանտում պահվող հայգերի Վիգեն Էլչեքջյանի կինը Լինդան հրապարակել է օգոստոսին գրված իր հուսահատ նամակը Ալիևի կնոջը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Նամակում Լինդան խնդրել է ներում շնորհել ամուսնուն։ Դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր եւ դուստր։ Թեև Վիգենը արժանապատվորեն դիմանում է իր բանտարկությանը, բայց նրա բացակայությունը ցավալիորեն դատարկել է մեր տունը։ Ձեր ձայնը եւ կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ տուն, այլև հզոր ուղերձ լինել աշխարհին, որ Ադրբեջանը ձեր ղեկավարությամբ հասկանում է մարդկային բացակայության գինը, ներման բուժիչ ուժը։ Նամակում Լինդան նկարագրել է ընտանիքի ծանր վիճակը Վիգենի գերեվարվելուց հետո։ Ինչպես է Վիգենի մայրը մահացել աչքը որդու ճանապարհին, հիմա էլ իր Լինդայի մայրն է կյանքի ու մահվան կռիվ տալիս։ Ես նամակ ուղարկեցի Ադրբեջանի առաջին տիկնոջը, խնդրելով ազատ արձակել ամուսնուս, քանի որ հուսահատված եմ։ Մայրս կյանքի եւ մահվան կռիվ է տալիս, նա քաղցկեղ ունի։ Ինձ համար շատ դժվար է, քանի որ մյուս կողմից էլ ես ոչինչ չգիտեմ ամուսնուս վիճակի մասին, միայն գիտեմ, որ նա չի կարողանում քայլել։ 46-ամյա Վիգեն Էլչեքջյանի վիճակը բանտում կտրուկ վատացել էր, ըստ վերջին տեղեկությունների, նա չի կարողանում քայլել, կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվում, դեղորայք չի ստանում։ Լինդան հիմա է բարձրաձայնում Մեհրիբանին ուղարկած իր հուսահատ նամակի մասին, որովհետև մի քանի օր առաջ Ադրբեջանում լայնածավալ համաներման Ալիևի հայտարարությունը կնոջ սրտում հույսեր է արթնացրել, թե ամուսնուն շուտով կարող են ներում շնորհել։ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, այո, ինձ տվեց հույս, որ շուտով կտեսնեմ ամուսնուս։ Հույս ունեմ, որ ամանորը ուրախություն ու խաղաղություն կբերի բոլորիս։ Իսկ ինչ է ասել իրականում Ադրբեջանի նախագահը։ Արդյոք համաներման մասին նրա անպագորգոր հայտարարությունը վերաբերում է հայ գերիներին։ Ըստ հայ վերլուծաբանների 20,000 բանտարկյալները, որոնց հնարավոր ազատ արձակման մասին խոսել է Ալիևը, թեթև հանցագործություններ իրականացրած, հասարակական մեծ վտանգ չներկայացնող մարդիկ են, որոնք անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար են դատապարտվել ազատազրկման։ Նրանց մեջ հայ ռազմագերիները դժվար թե մտնեն, քանի որ հայերին Բաքվի դատարանը մեղադրում է այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են ահաբեկչությունը, ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունը։ Խոսքը մեծ հավանականությամբ չի էլ վերաբերվելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետև այնտեղ շատ ավելի ակնհայտ է, որ Ադրբեջանի եւ անգամ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար են նրանց մեղադրում, այսինքն այստեղ այնքան մեծ մեղադրանքների այդ շարքը, որ դժվար թե համաներում լինի, հատկապես որ դեռ գործընթացն էլ գնում է։ Իրենց ազատ արձակումը պետք է ավելի շատ կապել ոչ թե Ալիևի բարի կամքի դրսևորման, այլ միջազգային ճնշումների հետ, որը այս փուլում ոնց որ տեսնում ենք դեռ չկա։ Շատ այդ թվի մեջ մտնեն այն հայերը, որոնք հայտնվել են Բաքվում, բայց չեն մեղադրվում այնպիսի ծանր հանցագործությունների համար, ինչպես օրինակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոշ ռազմագերիներ, կարծում են փորձագետները։ Հավանական է, որ շատ քիչ քանակով հայերի, ովքեր պահվում են Բաքվում որպես գերիներ, բայց ոչ որպես պատերազմի հանցագործներ, նրանց հավանականություն կա, որ Ադրբեջանը բաց կթողնի։ Համաներման մասին Ալիևի հայտարարությունը այս փուլում պատահական չի համարում ադրբեջանագետը։ Ասում է, հայ որոշ գերիների հնարավոր ազատ արձակումը նախընտրական օգնություն կլինի Փաշինյանին Ալիևից։ Պատահական կարծում եմ չէ, հատկապես երբ որ նախընտրական շրջանի հետ համընկավ, թե Թուրքիան, թե Ադրբեջանը փորձում են ամեն կերպ աջակցել Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իրենց ուզած սցենարով զարգանալու։ Ադրբեջանագետը չի բացառում, որ մի քանի գերի վերադարձնելով, եթե իհարկե լինի նման բան, Բաքուն փակի հայ գերիների վերադարձի էջը հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։